Նախ ծածանեց Հայաստանի դրոշը, ապա երգեց շարական։ Գևորգ Գասպարյանն է, այն երկու հայերից մեկը, որը օրեր առաջ Հայաստանի դրոշը ծածանեց աշխարհի տանիքին, Էվերեստի գագաթին։ Սպարտակը Հովհաննիսյան ինձ նամակ էր ուղղել, որ իրենք 90-ականներին պատրաստվել են իր ընկերոջ հետ Էվերեստի վերելքի եւ նաեւ Մայրաթորի Ներսես arczepiskopos Պոզապալյանին են հանդիպել, ով ամենայն հավանականությամբ նաեւ իր աջակցությունն եւ ուղերձներ եղել իրենց, բայց ինչ-ինչ պատճառներով վերելքը չէր ստացվել։ Եվ ասաց, որ Սրբազանի պատգամներից մեկն է եղել, որպեսզի Էվերեստի գագաթից շարական հնչի դեպի Արարատը եւ հակառակը, եւ ասաց, եթե բարով հասնես գագաթին, մի շարական ընտրիր, մեր փոխարեն կկատարես, թող Սրբազանի այդ պատգամը եւ ցանկությունը իրականացվի։ 57 օր, 40 աստիճան ցուրտ, 8848 մետր բարձրություն եւ մեկ նպատակ՝ հասնել աշխարհի տանիքին ու այնտեղ ծածանել հայկական եռագույնը։ Շատ ուժեղ քամի էր, շատ դժվար էր դրոշը ընդհանրապես պահել, որպեսզի նախ քամին չքշի, երկրորդը որ երեք գույնը երևա, բայց ստացվեց, ամեն դեպքում կադրը ստացվեց։ Մասնագիտությամբ անասնաբույժ Գևորգ Գասպարյանի համար լեռները տարիներ առաջ դարձան ոչ միայն հոբբի, այլ նաև կենսակերպ։ Նա սկսեց փոքր լեռներից, ապա բարձրացավ Արարատ, Կազբեկ, Էլբրուս, Մոնբլան եւ այլ գագաթներ։ Էվերեստը երկար ժամանակ նույնիսկ երազանք չէր թվում։ Չափազանց վտանգավոր էր, չափազանց դժվար, գուցե նույնիսկ անհնար։ Վերջին 6-7 տարիների ընթացքում, երբ որ արդեն սկսեցի բավականին լուրջ մտածել Էվերեստ բարձրանալու ուղղությամբ, միշտ բոլորին ասել եմ, որ այսպիսի պլաններ ունեմ, հարազատներին, բնականաբար ընտանիքի անդամներին, որ մտքիս նման վտահաղացում կա եւ ինչ որ մի օր դա անելու եմ եւ փառք Աստծո, որ բոլորը շատ խոհեմ գտնվեցին, հաշվի նստեցին իմ կարծիքի հետ։ Սակայն տարիների ընթացքում լեռներն իրեն սովորեցրել են մի պարզ ճշմարտություն. ամենաբարձր գագաթները նախ հաղթահարվում են մտքում, հետո միայն իրականում։ Բայց նույնիսկ այսպես կոչված հանրահայտ Էվերեստը, որը շատերը տեսնում են միայն լուսանկարներում, իրականում չափազանց դժվար է հաղթահարել։ Նախապատրաստական աշխատանքները Էվերեստի համար շուրջ 1 տարուց ավել ձգվեցին եւ դրա ամենակարևոր մասը բացի ֆիզիկական պատրաստությունից ֆինանսական դժվարությունները լուծելն էր։ Ընդհանուր վերելքը բավականին թանկ արժե, գրեթե 60,000 ԱՄՆ դոլար, որից 16,000 դոլարը վճարվում է Էվերեստը բարձրանալու թույլտվության համար։ Տարվա ընթացքում միայն 500 թույլտվություն է տրվում։ Հետո գրանցված լեռնագնացները ժամանում են Նեպալ ու սկսվում է նախապատրաստությունը։ Նախ ամեն ինչ մանրակրկիտ պլանավորվում է, քանի որ դեպի աշխարհի տանիք տանող ճանապարհը տարվա ընթացքում բաց է ընդամենը մի քանի շաբաթ։ Էվերեստը կարելի է բարձրանալ երկու կողմից՝ Չինաստանի եւ Նեպալի։ Չինաստանի կողմից վերելքը համարվում է տեխնիկապես ավելի դժվար, բայց վտանգավոր սառցահոսքեր չեն լինում։ Իսկ Նեպալի կողմից վերելքն ամենահայտնին է, թեպետ նաև ամենավտանգավորը։ Գևորգը պատմում է, որ 7 օր քայլում ես դեպի բազային ճամբար, հետո հերթով բարձրանում միջանկյալ ճամբարներ, օրգանիզմը սովորեցնելով պայմաններին։ Ունեցել ենք մեկ ակլիմատիզացիոն վերելք դեպի 6700-800 մետր բարձրության եւ 2-3 գիշեր գիշերել ենք 6100 եւ 6400 մետր բարձրությունների վրա։ Հետո վերադարձել նորից հետ 5360 մետր բազային ճամբար եւ հանգստացել, պատրաստվել արդեն գագաթի վերելքի։ Յուրաքանչյուր լեռնագնացի կցվում է մեկ շերպա, որպես ուղեկից եւ օգնական։ Շերպաները Նեպալի լեռնային շրջաններում Էվերեստի շրջակայքում բնակվող ժողովուրդ են,
որոնք հայտնի են բարձր լեռնային պայմաններում իրենց բացառիկ փորձով։ Տարիներ շարունակ հենց նրանք են ուղեկցում ալպինիստներին դեպի աշխարհի ամենաբարձր գագաթ՝ Էվերեստ։ Այդ ամբողջ էքսպեդիցիայի գույքը, սնունդը, խմելու ջուր եւ ամեն ինչ տեղափոխում են բազային ճամբարից վերև, միևնույն ժամանակ օգնում են ճամբարները հիմնելուն։ Կյանքի ու մահվան սահմանին անցնող այս ճանապարհը բոլորի համար չէ։ Շատերը ստիպված են լինում հետ դառնալ կես ճանապարհից, իսկ ոմանց համար վերելքն ընդհանրապես դառնում է վերջինը։ Այստեղ ամեն քայլը կարևոր է։ Լեռնագնացներն անգամ ասում են, կարծես լեռը չի սիրում սխալներ, մի փոքր անուշադրություն եւ հետևանքները կարող են անդառնալի լինել։ Ամեն օր եւ գիշեր եւ ցերեկ տենց բարբերաբար լսում ես, տեսնում ես մեծ ծնահոսքեր, որոնք գալիս են աջ կողմից, ցախ կողմից, դիմացից, տարբեր կողմերից բազային ճամբարի եւ նույնիսկ պարկած վրանի մեջ գնաց ժամանակ, երբ որ այդ դղրդոցը լսում ես եւ այդ ձայնը բնականաբար կիրճերով արձագանքում է, մտածում ես, տեսնես այդ ծնահոսքը մեր կողմա գալու, թե գնալու ուրիշ կողմ։ Այս փորձությունը չի շրջանցել նաև Գևորգին։ Վերելքի ընթացքում նա մի քանի անգամ հայտնվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակներում, սակայն ամեն անգամ կարողացել է հաղթահարել դժվարությունները եւ շարունակել ճանապարհը դեպի աշխարհի ամենաբարձր գագաթ։ Մեր դեպքում եղավ այդ ծնահոսքը հենց առաջին իսկ դեպի 6000 մետր վերելքի ժամանակ մենք բարեբախտաբար անվնաս մնացինք, բայց 2 հոգի վնասվածք ստացավ։ Մահվան դեպքեր նույնպես լինում են, ոնց որ թե 5 հոգի այս տարի ընդհանուր հաշվով մահացավ։ Ինչ է փոխվել Գևորգի կյանքում 8000 մետր հաղթահարելուց հետո։ Նրա խոսքով այս պահին այլևս չի ծրագրում նոր 8000-անոց վերելք, բայց լեռները շարունակում են կանչել։ Աշխարհի 7 մայրցամաքների ամենաբարձր գագաթներից 4-ն արդեն հաղթահարել է, մնացել է 3-ը։ Զգացողությունն է, որ աշխարհի ամենաբարձր գագաթին եղել եմ։ Ինձ թվում է դեռ նոր է այդ էմոցիաները եւ դեռ հələ ամբողջությամբ չեմ զգում։ Գևորգից բացի Էվերեստի գագաթ հասել է եւս մեկ հայ, рэփեր Հայկ Մարգարյանը, որը խոստացել է փաստագրական ֆիլմով պատմել իր վերելքի մասին։ Երրորդ ճամբարից, երբ որ արդեն սկսեցինք շարժվել դեպի 8000 մետր, այնտեղ անվերջանալի հերթեր էին կուտակվում տարբեր հատվածներում, կար դժվարացանելի հատվածներ, որի վրա տարբեր լեռնագնացներ շատ դանդաղ էին եւ հերթեր էին կուտակվում։ Գևորգի համար այս վերելքը միայն անձնական հաղթանակ չէ։ Էվերեստի ճանապարհը նա որոշել է ծառայեցնել նաև բարի նպատակի։ Լեռնագնացը դրամահավաք է նախաձեռնել, որի արդյունքում սոցիալապես դժվար պայմաններում ապրող 3 ընտանիք կկարողանա սեփական տուն ունենալ։ Սվետլանա Պետրոսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։